Պարոն Հարությունյան, երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքային նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարել է, որ վաղաշաբաթի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր ուժերը քոչարյանական ուժեր են, թաքնված քոչարյանականներ են և ընտրությունը պետք է կատարվի ըստ էության Ռոբերտ Քոչարյան կամ Նիկոլ Փաշինյան այս երկու անձանց ներկայացրած քաղաքական ուժերի մեջ։ Ինչու է ԿՊ-ն նմանատիպ քարոզարշավ սկսել ընդդիմության դեմ և դուք որպես Հայրենիք կուսակցության ներկայացուցիչ ինչ դիրքորոշում ունեք այս առումով։ Նախարար Խուդատյանի ասածը բնորոշում է նրա ցածր քաղաքական ինտելեկտի, եթե կուզեք քաղաքական տհասության մասին։ Ինչ է նշանակում հայտարարություն անել ու չբերել գոնե մեկ հիմնավորում։ Որն է նրանց հիմնավորումը։ Զրո հիմնավորում։ Ասում են Գյումրիում սատարել եք, իսկ ի՞նչն էր այստեղ անսպասելի։ Այսինքն մենք պետք է թույլ տանք Գյումրիում կամ որևէ այլ համայնքում քաղաքացիական պայմանագիրը ունենա իշխանություն, բոլոր տեղերը, որտեղ հնարավոր է զրկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ուրեմն իշխանությունից, մենք այդտեղ լինելու ենք առաջամարտիկի դերում, ոնց որ եղել ենք 5 տարի շարունակ։ Հայրենիք կուսակցության Արտուր Վանեցյանի գործունեությունը բոլորի աչքի առջև է, մարդիկ տեսնում են մենք ինչ եռանդ ենք ուրեմն այս պայքարի մեջ ներդրել, ինչպիսի քաղաքական հալածանքների միջով ենք անցել։ Ու հիմա նայում ես ինչ որ նախարարի պաշտոնը զբաղեցնող մեկը խոսում է իշխանական ֆեյքերի մակարդակով։ Այդ ֆեյքաբուծարանները, որ իշխանությունը պահում է, երբ որ ինչ որ մի ստատուս են գրում ու լսում ես ձեր նշած նախարարի ուրեմն հայտարարությունը, զրո տարբերություն նրանց միջև։ Սա ամոթ է բոլորիս համար, որ դեռևս ունենք նման իշխանություն։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ, թե ինչի են սկսել այս իշխանությունները արդեն անցնել նման, ուրեմն խոսույթի, նման մանիպուլյացիաների մի շատ բարձ պատճառով։ Մենք հայտարարել ենք Հայրենիք կուսակցությունը հայտարարել է, որ վաղաշաբաթում մասնակցող բոլոր ուրեմն ընդդիմադիր ուժերին հրավիրում են քննարկելու առկա վիճակը ավելի էֆեկտիվ դարձնելու իշխանության դեմ պայքարը։ Բնականաբար իշխանությունը տեսնում է այն գործունեությունը, որը ծավալում է մեր կուսակցությունը ու պետքա փորձեն ամեն կերպ ինչ-որ պիտակավորումներ կպցնելու, բայց դրանք ժամանակը ցույց է տվել, որ ունեն կարճաժամկետ ուրեմն էֆեկտ։ Ու իրենք շարունակելու են բախվել ավելի մեծ խնդիրների ընդդիմության կողմից, որովհետև ընդդիմության աշխատանքը, ես ավելի կոնկրետ ասեմ, Հայրենիք կուսակցության աշխատանքը օր-օրի ավելի մեծ ու ավելի էֆեկտիվ է դառնում։ Եվ որպես ասացից վկայություն մեր բազմաթիվ ուրեմն արդեն ավելի քան 60 համայնքում ստեղծված տարածքային կառույցներն են, մեր առավել ակտիվ հրապարակային գործունեությունը ու մնացած են ինչ-որ մարդիկ տեսնում են։ Այնուամենայնիվ Գյումրի օրինակը նրանք անընդհատ մատնանշում են։ Ինչ եք կարծում, վաղաշաբաթում հնարավոր է նույն սցենարը կրկնվի, երբ ընդդիմությունը համախմբվի, որպեսզի ԿՊ-ին իշխանությունից կարողանան հեռացնել եւ թույլ չտալ, որ հերթական անգամ ԿՊ-ն գա վաղաշաբաթում իշխանության եւ ըստ վաղաշաբաթցիների որևէ բան չանի իրենց կյանքի որակը բարելավելու համար։ Գիտեք, նախ ես ձեռնպահ կմնամ Գյումրիի սցենար, չգիտեմ, Փարաքարի սցենար եւ այլ ուրեմն նման սցենարներից կա քաղաքականություն, ասեմ նաեւ թող ԿՊ-ում ուրեմն բարձր պաշտոններ զբաղեցած մարդիկ իմանան։ Քաղաքական տարբեր ուժեր, որոնք համագործակցում են ինչ-ինչ գաղափարների, մոտեցումների շուրջ տարբեր քաղաքական փուլերում։ Հիմա տեսեք, եթե բոլոր քաղաքական ուժերը մեկ լինեին, կլիներ մեկ կուսակցություն, կլիներ մեկ դաշինք, գոնե, բայց տարբեր կուսակցություններ ենք, բնականաբար ունենք տարբեր մոտեցումներ, չէ՞ որ տարբեր կուսակցություններ ենք, կլինեն ընտրությունները, կտեսնենք այս քարոզարշավի ընթացքում, որ քաղաքական ուժը ընդդիմադիր իրան ինչպես է դրսևորում, որ դրանից հետո արդյունքները բնականաբար, երբ որ արդեն ընտրությունները կավարտվեն, կտեսնենք, որ դրանից հետո կորոշենք ինչ հնարավոր սցենարներ կարող լինի։ Ու գիտեք ինչ, այս վերցնել պետքա մեր հասարակությունը տուրք չտա իշխանական այս պիղծ քարոզչությանը։ Այս սցենարը ինչ որ դավադրությունների տեսություններ են բան մոգոնում, ասոցիացիաներ են անում։ Մի հատ գնացեք ձեզ նայեք, մի հատ նայեք ձեր քաղաքական ուժում ովքեր են ներկայացված, ինչ կենսագրություն ունեն, որ իշխանությունների ժամանակ ինչ պաշտոններ են զբաղեցրել, նոր եկեք այդ նախկին ներկա եւ այլ տարանջատումը արեք։ Սա մեկ։ Երկրորդը ես ուզում եմ հստակ ֆիքսել։ Հայրենիք կուսակցությունը երբևէ չի եղել իշխանության, ոչ նախկինում, ոչ հիմա։
բայց լինելու է, ապագան մերն է։ Մենք լինելու ենք իշխանության, դրանում ես կասկած չունեմ։ Ու հիմա մեզ մեղադրել, չգիտեմ, թալանի, կոռուպցիայի, սխալ կադրային քաղաքականության ամենածանրը Արցախը հանձնելու մեջ չեն կարող, չէ։ Հետևաբար պետքա փորձեն տարբեր մանիպուլյատիվ հայտարարություններ անեն։ Պետքա, ինչպես արդեն սկսել են տարբեր համայնքներում եւ գյուղական եւ հենց բուն էշմիածնում, մենք տեսնում ենք մեր պաստառներն են տեխնացուի կուսակցության պաստառներն են բոկում։ Մենք ունենք նախադեպ, երբ փորձել ենք մի գյուղում ուրեմն շտաբ վարձակալել, ունեցել ենք նախնական պայմանավորվածություն, հետո եղել է պատճառաբանություն, թե իբր չեն կարող տալ, չենք ուզում քաղաքական, չգիտեմ, ինչ-որ այլ հարցերից խուսափելու, ճնշումներից խուսափելու, չգիտեմ, ինչ մոտիվներով, հետո պարզվել է այնտեղ քաղաքացիական պայմանագիրը շտաբը բացում։ Մտնում է Էշմիածին ամբողջ տեղերը իրենց տեխնացուի ուրեմն պաստառներն են։ Նման պատկեր իմիջայլոց տասնամյակներ շարունակել են, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր գալու ենք, փոխենք, ուղղակի անուններն է փոխել, ու կուսակցության անունն է փոխել։ Ինչ որ ուրիշ փոփոխություն պարզա չկա։ Նույն համայնքային խնդիրները, մնացած քաղաքական ճնշումները ամեն ինչ ավելի սաստկացել է։ Եթե փոխվել է դեպի վատը։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք սիրելի Վաղարշապատցի, ուզում ես փոփոխություններ, հիմա ես կոչով եմ դիմում։ Ուզում ես փոփոխություններ, արի քվեարկիր, վստահիր, որ պահանջես։ Եթե ուզում ես ապրել անորոշության մեջ, եթե ուզում ես էլի քո շենքերը, քո բակերը մնան անմխիթար վիճակում, եթե ուզում ես էլի քո գյուղի հոգսերի տակ շարունակես ճկռած մնալ, հենա տեսնում են քաղաքացիական պայմանագիրը, իշխանության է կարող է գնալ ձեր ձայնը տալ իրենց։ Մենք ինչ ենք ասում ենք այ գյուղացին, որպեսզի էֆեկտիվ մշակի իր հողը։ Ամեն գյուղ մեր ուրեմն կուսակցության հաղթանակի դեպքում, երբ Խաչիկ Մանուկյանը կլինի Վաղարշապատ համայնքի ղեկավարը, ամեն գյուղ ունենալու է իր գյուղատնտեսը։ Այդ գյուղատնտեսը գալու է քո դուռը, քեզ անվճար խորհուրդ տա, ոնց ճիշտ էտես, ոնց ճիշտ մշակես, երբ ջրես, ու մնացած բոլոր հարցերում։ Դու չես ունենալու շենք, որ մտածես այս շենքը լուսավորություն չկա, չգիտեմ, դուռ չկա, այս չկա, այն չկա։ Խոստանում ենք հստակ նախընտրական ծրագրով, հետո էլ կարող եք գաք մտնեք ըստ մեր խոստման, ասեք խոստացել եք, դե արեք։ Ու բնականաբար մենք մեր խոստմանը տեր ենք լինելու։